Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկական նյարդաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գալստյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Բոլոր տատիկներն ու պապիկները հիմա կասեն մանկական նյարդաբանն ինչ մի նոր բան եք հորինել, մատխաշ երեխային ինչ նյարդեր, ինչ նյարդաբան եւ այլն։ Հիմա ուզում եմ մեր բոլոր տատիկների համար ասենք, որ մանկական նյարդաբանությունը ավելի քան պահանջված մասնագիտություն է մեր օրերում, հաշվի առնելով նաեւ երեխաների շատ հաճախ հանդիպող պաթոլոգիաների հետ։ Ընդհանրապես նյարդային համակարգը երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների համար պատասխանատու է օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր գործընթացների համար, ներառելով տեսողությունը, լսողությունը, խոսքը, մտածելակերպը, ինչպես նաև որոշումներ կայացնելու ունակությունները, եւ այդ պատճառով մանկական նյարդաբանությունը ինքը մանկաբուժության մեջ ընդհանրապես միշտ, բայց ներկա ժամանակահատվածում համարվում է բավական ակտուալ մասնագիտություն։ Սովորաբար մենք սիրում ենք որոշակի խնդիրների դեպքում միանգամից գնալ նեղ մասնագետի մոտ, բայց միշտ չէ, որ գիտենք, թե ով է այդ խնդիրներով զբաղվողը, հա։ Ուստի այստեղ նաև շատ կարևոր է առաջնային օղակը, մանկաբույժը, թերապևտիկ, այսպես ասած, քննությունը։ Ես ուզում եմ մեր բոլոր մայրիկների համար առանձնացնենք, թե որն է ավելի գրագետ՝ սկսել նեղ մասնագետից, ձեր դեպքում նյարդաբանից, թե այնուամենայնիվ մի հատ անցնել մանկաբույժի քննությունը, թերապևտիկ, այսպես ասած, հետազոտությունը, հետո ըստ անհրաժեշտության նոր գնալ դեպի նեղ մասնագետը։ Գրագետ ու ճիշտ մեխանիզմ եմ ուզում ներկայացնեք։ Ընդհանրապես գրագետ մեխանիզմով մենք կարող ենք հստակեցնել, որ երեխայի, այսինքն պտղի նյարդային համակարգի զարգացումը դեռևս սկսվում է մոր արգանդում եւ շատ կարեւոր նշանակություն ունի ընդհանրապես մի շարք փոփոխություն պլանավորելուց առաջ մոր վնասակար սովորույթների, այսինքն ծխելու, ալկոհոլի օգտագործման, ինչպես նաեւ որոշ վարակիչ հիվանդությունների, հղիության ընթացքում տոքսիկոզը, ինչպես նաև որոշ դեղամիջոցների օգտագործումը նույնպես կարող է վնասակար ազդեցություն ունենալ, ինչպես նաև շատ մեծ նշանակություն ունի, որ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն նաև իրենց ծննդաբերության ընթացքին, այսինքն շատ կարևոր է, որպեսզի նրանք հսկվեն գրագետ պայմաններում, այսինքն լինեն գինեկոլոգի հսկողության տակ, որտեղ շատ հաճախ պտղի դիրքը, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները, որոնք որ բերում են պտղի հիպոքսիայի եւ հենց դրանք կարող են պատճառ դառնալ, որպեսզի հետագայում երեխան ունենա որոշակի նյարդաբանական խանգարումներ եւ ըստ չափորոշիչների, երբ որ երեխան ծնվում է, արդեն զննվում է նեոնատոլոգի կողմից, հետագայում մանկաբույժի կողմից, եթե կան ինչ-որ խնդիրներ ավելի ճշգրիտ բացահայտելու համար եւ զննումից հետո տեղամասային պոլիկլինիկայում երեխան կյանքի առաջին ամսվա ընթացքում զննվում է մանկական նյարդաբանի կողմից, հետագայում պլանային զննումները կատարվում են ամեն եռամսյակ, քանի որ մինչև 1 տարեկանը, քանի որ երեխայի նյարդային համակարգի զարգացումը ընթանում է եռամսյակային եւ եթե երեխաներն արդեն խնդիրներ չունեն, նյարդաբանի կողմից հստակեցվում է, տվյալ դեպքում մի տարեկանից հետո մեկ հաջորդ տարիների ընթացքում են զննումները լինում եւ ներկա պայմաններում ծնողներին ուղղորդում են կամ տեղամասային պոլիկլինիկաներում, ինչպես նաեւ մանկական նյարդաբանի մոտ կարող են ուղղորդվել այլ նեղ մասնագետների կողմից, գերակշռող մանկական ակնաբույժի, մանկական վնասվածքաբանի կողմից, ինչպես նաեւ քիթ-կոկորտ ականջաբանի կողմից, եթե նկատում են լրացուցիչ խնդիրներ եւ որոշ դեպքերում նաեւ ծնողները իրենք են նորից դիմում առանց, եթե նկատում են ինչ-որ ախտանիշներ, նաեւ կարող են իրենք դիմել, բայց առավել գրագետ որոշումը, որ առաջնահերթ զննվի նեոնատոլոգի մանկաբույժի կողմից, նոր արդեն նեղ մասնագետները զննեն բալիկին, եթե կա ինչ-որ խնդիրներ։
Այ դուք նշեցիք նաև, որ մայրիկները կարող են որոշակի ախտանիշներից ելնելով իրենք արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ լինել մանկական նյարդաբանի մոտ։ Խնդրում եմ առանձնացնենք այն ախտանիշները, որոնք առավել շատ տարածված են, որոնց դեպքում հապաղելը, սպասելը, կանցնի, երեխա է, մի քիչ սպասենք եւ այլն, հա, արդարացումները որևէ աղերս չունեն ճշմարտության հետ։ Նախ եւ առաջ կուզեմ շեշտեմ, որ ոչ բոլոր դեպքերում են օրինակ կան նորածնային շրջանի ռեֆլեքսներ, ինչ-որ ախտանիշներ, որոնք շատ հաճախ ծնողների համար ոնց որ ահազանգ են լինում, որ իրանք կարող են դիմել մանկական նյարդաբանի, բայց ոչ բոլոր նյարդաբանական օրինակ խնդիրներն են պահանջում բուժում եւ Բայց դա ավելի լավ չէ, մեկ անգամ լինել բժիշկը մերժի։ Այո, եւ հիմնական գանգատները, որոնք որ ծնողներին պետք է նախազգուշացնող լինեն, որ իրենք դիմեն գերակշռող դեպքերում դա կրծքով կերակրումից հետո մինչև 1 տարեկան երեխաների մոտ դա փսխման ռեֆլեքսն է, երբ որ ավել քանակով կրծքի կաթ են ուտում եւ փսխում են, դա լրիվ նորմալ երևույթ է համարվում, բայց եթե փսխումները առավել հաճախ են եւ մեծ չափաբաժնով են, ծնողները նույնպես պետք է դիմեն մանկական նյարդաբանի, եթե կա վերջույթների անկանոն շարժումներ, դա կարող է պայմանավորված լինել օրինակ գիտակցության խանգարման էպիզոդներ, հաճախակի վերթռնումներ, ինչպես նաև քնի խանգարման էպիզոդները, շատ հաճախ, որտեղ նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների մոտ հենց առաջնահերթ կարող են նրանք ունենան քնի խանգարումներ, ինչպես նաև լինում է դողը վերջույթների, նպատակաուղղված շարժումների կամ հանգստի ժամանակ եւ նույնպես լացի ժամանակ կզակի դողը, որ ծնողները հաճախ կարող են անհանգստանալ եւ դիմել, բայց դա համարվում է բարորակ ֆիզիոլոգիական ռեֆլեքս, ինչպես նաև կարան լինեն կակազելը, ծիկերը, որը որ կարող է լինել մոտոր ծիկեր, ինչպես նաև վոկալ ծիկեր, որ ծնողները պետք է, այսինքն եթե ունեն անհանգստացնող տվյալ ախտանիշները, նրանք պետք է դիմեն եւ գլխացավերը, որոնք որ կախված է թե ինչ ինտենսիվությամբ եւ ինչ տևողությամբ ունեն գլխացավեր, որը որ կարող է ունենալ տարբեր էտիոլոգիա, լինեն բարորակ գլխացավեր տարիքային, ինչպես նաև շարունակական գլխապտույտների դեպքում, եթե երեխաները գանգատվում են գլխապտույտներից եւ ներկա ժամանակահատվածում շատ են նաև տեսողական խանգարումները, այսինքն երկտեսությամբ պայմանավորված, մշուշոտ տեսողությամբ, ինչպես նաև երեխաները շատ հաճախ եթե իրենք լավ չեն տեսնում, ունեն ինչ-որ մի օրինակ գանգուղեղային նյարդի անբավարարություն, կարող է ծնողները դիմեն, որ երեխան գլուխը միշտ ոնց որ հակառակ կամ աջ կամ ձախ, այսինքն շլությունից խուսափելու համար իրենք կարող են գլխի դիրքավորումով անել եւ տվյալ դեպքում նույնպես պետք է դիմեն մանկական նյարդաբանի, որը որ մանրակրկիտ զննումից հետո հասկանա թե ինչ խնդիրներ կան եւ այսինքն ճշգրիտ ախտորոշումը, վարումը երբեմն թույլ է տալիս, որպեսզի ավելի լուրջ խնդիրներից խուսափենք։ Արդյոք ձեր ոլորտում կան ռիսկի խմբեր, մասնավորապես տարիքային խմբեր, հա, որոնց ժամանակ առավելապես պիտի ծնողը ուշադիր լինի երեխայի, հատկապես նյարդային համակարգին։ Այո, ռիսկի խումբ է համարվում ծնված օրվանից մինչև 1 տարեկանը, որ բավական ռիսկային է, եթե կան ինչ-որ խնդիրներ, պետք է պարտադիր ծնողն, այսինքն երեխան որ ժամանակ պետք է սկսի գլուխը պահել, քանի ամսականից պետք է մոտավորապես 6 ամսականից պետք է նստի, դրանից հետո արդեն 7-8 ամսականում պետք է երեխան ապահովի մեջքից փոր, փորից մեջք 9 ամսականում հստակ պետք է ապահովի գլորումը եւ ինչպես նաեւ նյարդաբանական զննումը իր մեջ ներառում է երեխայի պետք է նայվի ակտիվ եւ пассив շարժումները, որտեղ շատ հաճախ ծնողները կարող են եւ չտարբերակել, ինչպես նաեւ ակնագնդերի շարժումը, որ պետք է երեխան շարժվող առարկային ամբողջ ուղղությամբ հետևի եւ գրկելու փորձ անելու դեպքում արդեն պետք է մի ամսականից հետո երեխաները պետք է իրենց գլուխը պարտադիր բարձրացնեն եւ եթե եւ ռիսկի խումբ է համարվում հետագայում նյարդահոգեբանական զարգացման համար 3-ից 4, 7 եւ 13-14 տարեկանը, որ
տվյալ տարիքային խմբում երեխաները նույնպես խոցելի են եւ շատ մեծ նշանակություն ունի նաեւ պարոքսիզմալ նորածինների մոտ նրանց վարքագիծը տարբեր է, պարոքսիզմալ էպիզոդների անկանոն շարժումները եւ ներկա ժամանակահատվածում ավելի հեշտ ենք աշխատում, որտեվ եթե ծնողները նույնիսկ հեռախոսով կոնսուլտացիային անում, այս դեպքում մենք ծնողներին պարտադիր ասում ենք, եթե ունեն ինչ-որ մի չհասկացվող վարքագիծ, պարտադիր կարողանան կատարել վիդեոնկարահանում, սակայն մեծ նշանակություն ունի շատ մանրակրկիտ անամնեզի հավաքումը, այսինքն սկսած հղիությունից, ծննդաբերությունից եւ գանգատների դրսևորումից, ինչպես նաեւ գանգատների տևողությունից։ Եթե երեխայի հարազատների, ընտանիքի անդամների, ծնողների շրջանում նյարդաբանական այս կամ այն հիվանդություն, արդեն ախտորոշված հիվանդության մասին ենք խոսում, առկա է, որ տարիքային խմբից սկսված պիտի ծնողը լինի ուշադիր, որպեսզի հնարավորինս արագ, այսպես ախտորոշեն ժառանգական բնույթի խնդիրները։ Ժառանգական բնույթի խնդիրները, եթե ընտանիքում կա կամ ծնողը ունի ինչ-որ ժառանգական խնդիր կամ երեխաներից մեկը ունի արդեն ինչ-որ ժառանգական խնդիր, կախված թե որն է խնդիրը, այսինքն ժառանգումը ինչ ձևով է, հաջորդ երեխային պլանավորելու դեպքում պարտադիր պետք է հասկացվի կա արդյոք ռիսկ, որպեսզի հաջորդ երեխան կունենա նույն խնդիրը եւ ինչպես նաեւ եթե ծնողը օրինակ օգտագործում է որոշ դեղամիջոցներ, տվյալ դեպքում մինչև հղիություն պլանավորելը պետք է պարտադիր հասկացվի արդյոք տվյալ դեղորայքը պտղին չի վնասի կամ կրծքով կերակրման ժամանակ, այսինքն դա ներկա ժամանակահատվածում պարտադիր պայման է համարվում, եթե ընտանիքում կա ինչ-որ խնդիր, նյարդաբանական, հասկացվի արդյոք ունենք ռիսկ փոխանցելու եւ քանի տոկոսով է այդ փոխանցումը եւ կա արդյոք անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ, հղիության ընթացքում սկրինինգներ կամ հաջորդ երեխային, այսինքն մաքսիմալ պետք է բացառենք, որ հաջորդ սերնդի մոտ տվյալ հիվանդության կրկնման հավանականությունը, ինչպես նաև պետք է ծնողին գրագետ բացատրենք ու նյարդաբանական հիվանդությունների դեպքում էլ, որովհետև ամեն դեպքում ըստ առողջապահության նախարարության տվյալների մանկական հաշմանդամության մոտավորապես 50% եւ ավել դեպքերը հենց պայմանավորված են նյարդաբանական հիվանդություններով։ Իսկ եթե այնուամենայնիվ այդ ժառանգական հիվանդությունը այդքան էլ ագրեսիվ կամ կյանքի տևողության որակի վրա ուղիղ համեմատական չէ, բայց կա խնդիրը, դիցուք օրինակ միգրեն հիվանդությունը, որը գիտենք նաև կարող է փոխանցվել, ճիշտ է, կյանքի որակի վրա ազդող խնդիր է, բայց կարծում եմ նաև սա այն խնդիրը չէ, որի համար կարելի է հղիության օրինակ ընդհատում անել։ Այս դեպքում որ տարիքային խմբում է, որ մայրիկը, ծնողը պետք է լինի ուշադիր կամ պետք է արդեն սկսի մտածել, որ կարող է փոխանցվել է եւ պետք է անցնել նյարդաբանի հետ համագործակցության փուլ։ Միգրենի դեպքում առհասարակ երեխաներին մի քիչ ախտորոշումը դժվար է։ Միգրենի ախտորոշումը մենք կատարում ենք բացառման սկզբունքով, այսինքն որոշ դեպքերում, երբ որ նյարդաբանը զննում է, անհրաժեշտություն կա, որպեսզի կատարվի լրացուցիչ, անհրաժեշտություն է լինում կատարվի լրացուցիչ լաբորատոր գործիքային հետազոտություններ, որպեսզի ավելի հստակ իմանանք, օրինակ կատարել էլեկտրոենցեֆալոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, միգրենի դեպքում մենք կատարում ենք, եթե գլխացավերը բավական համառ են երեխաների մոտ, կատարում ենք գլխուեղի մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, կարող է կարիք լինի անելու համակարգչային շերտագրումը, կատե հետազոտությունը եւ միգրենը ախտորոշումը դրվում է կոնկրետ գանգատների հիման վրա, այսինքն տևողությունը ինչքան է, գլխացավը միակողմանի է, թե երկկողմանի է, գլխացավերը ուղեկցվում են սրտխառնոցով, թե փսխումով, բայց միգրենի դեպքում, եթե նույնիսկ դա համարվում է միգրենը եւ կարող է լինի երեխաների մոտ, որ երեխաները ունենան գլխացավեր եւ հետագայում նույն ձևով իրանք բարորակ ձևով անցնեն, այսինքն
այսինքն մենք միգրենի Այսինքն անցումային շրջանում լինի, այսինքն միգրենի պարագայում մենք երբեք չենք կարող որոշ չափով կանխատեսել, եթե ծնողը կամ մի երեխան ունի միգրեն, մյուս երեխայի մոտ դա ինչ ձևով կդրսևորվի եւ տվյալ պարագայում մենք միգրենի պարագայում լրացուցիչ հաջորդ երեխային պլանավորելու դեպքում լրացուցիչ հետազոտություններ չենք անում, բայց կան ժառանգական հիվանդություններ, օրինակ Վերնի-Գոֆմանի ամիոտրոֆիան, երբ որ հանդիպման հաճախականությունը բավական քիչ է, բայց կարող է հանդիպել, երբ որ երեխաների մոտ ախտարվում է ողնուղեղի առաջնային եղջյուրները եւ ունենում են երեխաները հաշմանդամության խնդիր են ունենում եւ տվյալ դեպքում հաջորդ հղիությունը պլանավորելու դեպքում պարտադիր գենետիկ հետազոտություն է կատարվում, որպեսզի երկրորդ երեխան ծնողները նույն խնդրով չունենան։ Շատ լավ, արդյոք պետք է երեխային կանխարգելիչ, այսպես նկատառումներից ելնելով, բացի այն առաջին, մեկ տարվա ընթացքում հանդիպումները, որոնք նշեցիք եռամսյակը մեկ լինում են, հետագայում մինչև 18 տարեկան հետազոտել նյարդաբանի մոտ։ Եթե նյարդաբանի մոտ երեխան, ինչպես ասեցի, որ մի տարեկանից հետո արդեն ամեն տարին մեկ պետք է նայվի, այսինքն զննվի մանկական նյարդաբանի կողմից եւ եթե մանկական եւ երեխան չունի լրացուցիչ գանգատներ եւ ծնողը լրացուցիչ ախտաբանական նշաններ երեխայի մոտ չի տեսնում, տվյալ դեպքում գերակշռող դեպքերում անհրաժեշտություն չի առաջանում եւ ինչպես շեշտեցի, որ կան խնդիրներ, որոնք որ բուժում չեն պահանջում եւ տվյալ դեպքում ծնողները կարող են եւ եթե բուժում չի պահանջում, նաեւ շատ հաճախ ծնողներին պետք է բացատրենք, որ պետք չէ անհանգստանալ, օրինակ գերակշռող դեպքերում ծնողները անհանգստանում են ջերմային ցնցումներից, երբ որ երեխաները մինչև 5-6 տարեկան բարձր ջերմությունից կարող են ունենալ ցնցումներ, որը որ լրացուցիչ հետազոտություն եւ բուժում չի պահանջում, մինչև 1-2 տարեկան երեխաները կարող են օրինակ քայլել իրենց ոտքերի ծայրի վրա, այսինքն կոչվում է toe walking, տվյալ դեպքում դա նույնպես բուժում չի պահանջում եւ կզակի դողը վերջույթների մասնավորապես ստորին վերջույթների դողը տվյալ դեպքում, որը նույնպես կարող է համարվի ֆիզիոլոգիական ռեֆլեքս, որը որ նույնպես բուժում չի պահանջում եւ լացի ժամանակ երեխաները կարող են ունենալ նաեւ շունչը պահելու էպիզոդներ, որը որ կոչվում է աֆեկտիվ ռեսպիրատոր նոպաներ եւ եթե լրացուցիչ հետազոտություններ են անում եւ ինչ որ խնդիր չենք հայտնաբերում, նորից ծնողին ասում ենք, որ անհանգստանալու խնդիր չկա, այսինքն ոչ բոլոր նյարդաբանական դրսևորումներն են, որոնք որ պահանջում են, այսինքն բուժական միջամտություն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար, ներկայության համար։ Իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս Մուրացյան համալսարանական հիվանդանոցի մանկական նյարդաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գազդյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։